Ես սկզբից անում եմ, հետո եմ միայն մտածում, թե ինչու հենց այդպես, այլ ոչ թե այլ կերպ արեցի։ Եվ երբ ինձ հարցնում են, ինչու՞մ է ձեր ֆիլմերի ֆենոմենը, պատասխանում եմ. ես չգիտեմ։ Այն, ինչը իմ ստեղծած համակարգն են անվանում, իրականում ոչ այլ ինչ է, քան իմ աշխատանքի իմաստը գտնելու փորձն ու ամբողջականի յուրահատկությունը հասկանալն է։ Այնպես որ իմ կինոօրգանիզմների ստեղծման մասին ես շատ բան ասել չեմ կարող։ Հարցազրույցներից մեկում ասել է կինոյի մեծագույն վարպետ Արտավազդ Փելեշյանը, ում անունը վաղուց արդեն համաշխարհային վավերագրության մեջ անառարկելի հեղինակություն է։ Դեռ ուսանողական տարիներին 1964 թվականին Արտավազդ Փելեշյանը Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում նկարահանել է առաջին ֆիլմը՝ Լեռնային պարեկը։ Այնուհետև Հայ ֆիլմ կինոստուդիայում եւ Երևան ստուդիայում նկարահանել է Մարդկանց երկիրը, Սկիզբը, Երկրաբնակները, Մենք, Տարվա եղանակները, Մեր դարը, Վերջը, Հանճարեղ ֆիլմերը։ «1978 թվականին Միխալկով Կանչալովսկու Սիբիրիադա ֆիլմի վավերագրական մասը նույնպես նկարահանել է Արտավազդ Փելեշյանը։ Երբ իմ ֆիլմն անվանեցի «Մենք», ես նկատի եմ ունեցել հայ ժողովրդին, որը սակայն մեծ մենքի ընդամենը մի մասն է, ասում է Արտավազդ Փելեշյանը։ Տիեզերականը, էպիկականը, համամարտկայինը Փելեշյանի աշխատանքների հաճախ հանդիպող որակումներից են։ Նրա ստեղծած ֆիլմերը վավերագրական են կոչվում, քանի որ խաղարկային չեն, սակայն շատերի կարծիքով վավերագրային էլ չեն։ Փելեշյանի մեկնաբանների մոտ համատարած են նրա ֆիլմերի համեմատությունները պոեզիայի եւ հատկապես երաժշտության հետ, եւ Փելեշյանին հաճախ են անվանում կինոպոետ։ Մյուս կողմից նրա ֆիլմերը բնութագրվում են որպես մարդկային բնության սահմաններին մոտենալու փորձ։ Արտավազդ Փելեշյանի հայտնագործած դիստանցիոն կամ տարածական մոնտաժի սկզբունքը հեղաշրջում արեց կինոյի մեջ։ Նա նաև խորը եւ ինքնատիպ տեսաբան է։ 1974 թվականին հրատարակել է տարածական մոնտաժ գիրքը, որը դասագիրք է դարձել բուհերի ուսանողների համար, իսկ 1988 թվականին ռուսերենով լույս է տեսել Իմ կինոն, գիրքը, ուր զետեղված էին ռեժիսորի տեսական աշխատանքներն ու սցենարները։ Տարածական մոնտաժի մասին նրա ուսմունքը դասագիրք է տասնյակ հազարավոր ուսանողների համար։ Փելեշյանը մշտապես հրավիրվում է վարպետության դասընթացներ անցկացնելու կամ դասախոսություններ կարդալու ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական տարբեր երկրներում՝ Գերմանիա, Ֆրանսիա եւ այլուր։
ֆիլմերի թերությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան, եւ առավելությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան։ Տարիներ առաջ պատկերասրահում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց հարցազրույցներից ու բառերից մշտապես խուսափող Արտավազդ Փելեշյանը։ Իսկ ճապոնական ամսագրին տրված հարցազրույցում նա ասել է, որ ինքը պատկերել է մարդկանց այն պահերին, երբ նրանց շարժումն ընդհատվել է։ Փելեշյանի հանճարեղության մասին խոսում են աշխարհահռչակ այնպիսի կինոգործիչներ, ինչպիսիք են Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Տոնինյո Գուերան, Ժան-Լյուկ Գոդարը։ Միջազգային մամուլը եւ հանրաճանաչ գործիչները նրան համարել են մեր ժամանակների ամենատաղանդավոր կինոռեժիսորը։ I'll use a metaphor which he's heard, but please allow me to use it again. If fire is the metaphor, my films are like sparks. Pelajan's films are like lightning bolts that have the capacity to move people, to touch people with an impression that can stay with them throughout their life. In fact, maybe reappear on their deathbed. So I had a very gracious and wonderful meeting of him through his strongest voice, his cinematic poetry. Երբ ես առաջին անգամ տեսա Արտավազդ Փելեշյանի ֆիլմը, մեր մասնագիտության հանդեպ հպարտության հսկայական զգացում ապրեցի։ Փելեշյանն այն հազվագյուտ նկարիչներից է, ովքեր ոչ թե սոսկ ֆիլմեր են անում, այլ ողջ կինեմատոգրաֆին ստիպում են փոխվել։ Նրա ստեղծած դիստանցիոն մոնտաժը մոտեցրեց իրար կինոն ու պոեզիան։ Իսկ հիմա պոետների համար վատ ժամանակներ են։ Պոետները ավելորդ են եւ կինոյում, եւ գրականության մեջ։ Եվ Փելեշյանը դա բոլորից ավելի շուտ զգաց։ Ալեքսանդր Սակուրով Сейчас Советский Союз делает в основном макулатурное кино, макулатурное. И не подготавливает к зрителя к пониманию Феллини, к пониманию Пазолини, к пониманию таких мастеров, как Пелешян, великий режиссер. Կինոն ինձ համար սինթետիկ արվեստ չէ, ինչպես փորձում էին մեզ համոզել վգիկում։ Իմ կարծիքով, կինոն ոչ թե երաժշտությունից ու գրականությունից է ծնվում, այլ ընդհակառակը, երաժշտությունն ու գրականությունն են խմում կինոյի ջուրը։ Թեև կինոն շատ ավելի ուշ է ծնվել, քան այդ երկու արվեստները։ Ուզում եմ ասել, որ կինոն սնվում է այնտեղից, որտեղից սնունդ են ստանում կերպարվեստը, երաժշտությունն ու գրականությունը, եւ ընդհանրապես արվեստը։ Կինոն ինքնավար արվեստ է։ Ես դա պնդում եմ եւ դրա վրա է հիմնված իմ աշխատանքը։ Արտավազդ Փելեշյան։ Ես նկարահանել եմ 9 կինոնկար։ Վերջին երկուսը կոչվում են Վերջ եւ Կյանք։ Դրանք կարճամետրաժ կինոնկարներ են։ Արդեն 20 տարի է, որ իմ միտքը զբաղված է Homo sapiens անունով կինոնախագծով, որի իրականացման համար ես հենց այստեղ եւ այսօր փնտրում եմ հնարավորություններ։ Տարիներ անցան, երևի մեծացան, եւ չեմ խառնում իրար, երևի այդպես է պետք։ 14 տարին մեծ ժամկետ է։ Բայց ես գրում եմ, սրանում եմ, մտածում եմ, մտքիս մեջ նկարում եմ, հույս ունեմ նոր, որ մի օր կլինի։ Հույսս չեմ գտրել։
Ֆիլմն իրականացնելու համար Արտավազդ Փելեշյանին մեծ գումար է հարկավոր։ Իսկ այն դիտարկմանը, թե այդքան գումարով բյուջե հնարավոր չէ գտնել, նա պատասխանել է. Դուք գիտեք, ես ձեզ համար եմ ասում։ Ես այդ ֆիլմը վաղուց տեսել եմ։